Այս գիրքը ճանապարհի ուղենիշ է բոլորի համար, մոլորվածների եւ հիվանդների, հանցավորների եւ մեղանչացների, անհույսների եւ կոտրվածների։ Կենարար մի լույս, որ սկիզբ է առնում տիեզերքի խորքերից եւ արձագանքվում մեր հոգու խորքերում։ Այն մեզնից յուրաքանչյուրի համար է եւ չկա մի մարդ աշխարհում, որ այս մատյանի կարիքը չունենա, անկախ տարիքից, սեռից, ազգությունից, անգամ դավանանքից, որովհետեւ այս գիրքը բացարձակ ճշմարտության մասին է։ Այն մասին, թե ով ենք մենք, ինչու ենք արարվել եւ ինչ ենք կրում մեր մեջ եւ ինչի ենք ձգտում, ինչ առաքելություն ունենք, որն է գերագույն օրենքը եւ ով է դատավորը, միակ անկաշառելի, միակ արդար, միակ մարդասեր, թե ինչպես մենք յուրաքանչյուրս կարող ենք ձգտել դառնալ նրա պես անկաշառ, արդար, մարդասեր, ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք, քանի որ դա է մեր ծրագիրը, մենք արարվել ենք դրա համար։ Եվ հավիտենական երջանկության ու խաղաղության կարժանանա նա, ով կընդունի այս պարզ ճշմարտությունը եւ կքայլի միակ ճանապարհով։ Ոմանց համար այդ ճանապարհը կթվա նեղ եւ դժվար անցանելի, մյուսների համար անհետաքրքիր եւ անհրապույր, իսկ ոմանց համար է փառահեղ եւ խաղաղ։ Այս վերջինները երջանիկներն են, մյուսները մոլորվածները։ Այս մատյանը առավելապես նրանց համար է, որովհետեւ հենց նրանք կարիք ունեն օգնության, սթափվելու, հասկանալու, փոխելու իրենց ներշնչանքի աղբյուրը։ 2004 տարի առաջ մոլորվածներին օգնելու եւ փրկելու համար մեր մեջ ծնվեց Հիսուսը, Աստվածային էությամբ, իր հետ բերելով անաղարտ, ճշմարիտ, չծռմռված, չխեղաթյուրված տեղեկություն սիրո, բարու, խղճի, ուժի մասին։ Նոր կտակարանը մեզ պատմեց Հիսուսի ծննդի, մարդասիրության, մարդասիրաբար խաչվելու, հարություն առնելու եւ հոր մոտ վերադառնալու մասին։ Շատերի մեջ քչերը հասկացան եւ ընդունեցին նրան անկեղծորեն։ Այդ քչերը մեր նախնիներն էին։ Հիսուսի կենդանության օրոք հիշեք Աբգար թագավորին, անգամ նրանից էլ դարեր առաջ։ Իսկ ինչու քչեր հենց մերոնք էին։ Հիմական մարդիկ, որոնք առաջինը լինելու համար մեղադրում եւ հեգնում են մեր նախնիներին, ասելով թե ամեն ինչում առաջինն են նետվել առաջ։ Մի նեղացեք այդ մարդկանցից, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում, այլ վերհիշեք մեր պատմության հինավուրց դրվագները, օրինակ Հայկի եւ Բելի պատերազմը, Սուրբ օրենքների երկիրը, որն էր Հայաստանը, Տիգրան Մեծին, համաշխարհային պատմության մեջ առաջին համոզմունքով դեմոկրատ, արդարամիտ եւ մեծահոգի արքային, Սասունցի Դավթին, նույն ազնիվ, արդարամիտ, անսահման բարի, նշանակում է անսահման ուժեղ, Աստվածայի սկիզբը չուրացած մեր մեծ հերոսին եւ Աստվածայի սկիզբը կորցրած աշխարհից հեռացած, բայց Աստվածային ինֆորմացիան իր գերի մեջ պահպանած քարայրում պատսպարված մհերին։ Նա դուրս կգա այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք նրան տեսնելու։ Իսկ պատրաստ կլինենք, երբ արդեն չենք հանդուրժի ներին մեր մեջ, կընդվզենք մեր հոգում տիրող խառնաշփոթի, անարդարության, անաստվածության դեմ։ Երբ մեր մեջ հավաքականապես իրեն զգացնել կտա Աստվածային գիտելիքը սիրո, բարության, ուժի, խղճի մասին։ Ուզում եմ ասել, որ մեր նախնիներն ի սկզբանե ապրել են Աստվածային սրբազան օրենքներով, որովհետև ճանաչել են Տիրոջը, որովհետև իրենց գիտակցությունն ու զգացմունքները սնվել են տիեզերական սկզբնաղբյուրից, իրենց մեջ կրել են կենաց ծառը։ Այնպես որ Տիրոջ որդու հայտնությունը շատ սպասելի եւ երազելի էր այն ժողովրդի համար, որն իրան մեջ պահպանում է սրբազան բարոյականության մասին հիշողությունը, կորցրած կենաց ծառի իմաստնության նշույլները, որ ըստ էության արարման պահից քրիստոնյա էր իր հոգևոր կերտվածքով, իր բարոյական նկարագրով։ Ուրեմն որքան ուրախ պիտի լիներ մարմնացած, մարդացած, Մարիամից կատարելապես ծնված Քրիստոսին տեսնելու եւ հոգևոր առաջնորդ կարգելու համար։ Եվ կարգեց։ Ժամանակի ընթացքում եղան կասկածներ, թուլություններ, սկզբնապատճառից հեռանալու փորձեր եւ փաստեր, եւ այս դեպքերում բնականաբար եղան պարտություններ։ Իստեկուս օրհասական պահերին հույսի, հավատքի, արդարամտության, սիրո արկայությունը զորացրեց մեր հավաքականությունը։ Այն մասին, որ մարդկության զարգացման միակ լուսավոր եւ առողջ ճանապարհը հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անցնող ճանապարհն է, հիշեցրեց Նարեկացին 10-րդ դարում։ Սոսկալի մի դար քաղաքական եւ ոչ քաղաքական արհավիրքների առումով, հրաշալի մի դար հոգեվոր զարթոնքի առումով։ 10-րդ դարում այնպիսի արժեքներ ստեղծեցին, որոնք արդեն 1000 տարի է փրկում են մեր հոգիները եւ փրկելու են այսուհետ, եթե ուզենան փրկվել իհարկե։ Խոսքն այս գրքի մասին է նախ եւ առաջ, մատյան ողբերգության։
որի հազարամյակը փորձեցինք նշել 2003-ին, թարգմանել, հրատարակել, հպարտանալ, բայց հավաքականապես չփորձեցինք ապրել ըստ այս մատյանի, ինչպես եւ 2000-ին էլ հավաքականապես չփորձեցինք հասկանալ, թե ինչ է նշանակում քրիստոնյա լինել, որովհետեւ եթե հասկանայինք, կլինեինք։ Մի խոսքով Քրիստոսից 1000 տարի հետո Նարեկացին խոսեց Քրիստոսի ֆենոմենի մասին համազոր ավետարանին։ Նարեկացին հիմնվելով ավետարանի Քրիստոսի ուսմունքի վրա, նրա կենարարության մասին խոսեց տրամաբանված, անկեղծ եւ ամենակարևոր ազատ, քրեական դոգմաներից զերծ։ Նա խոսեց իբրև գիտնական, գեզերագետ, որը գիտե տեսանելի ու անտեսանելի, թանձրացական եւ ոչ թանձրացական աշխարհի օրինաչափությունները, տիեզերքի կառուցվածքը, այն գործընթացները, որ կատարվում են այնտեղ։ Եվ իր իմացությունից ելնելով գտավ Տիրոջ մեծության բանաձևը, նրա նախաստեղծ սկիզբ եւ պատճառ լինելով անքննելի տիեզերական ճշմարտությունը եւ ապացուցեց, որ միշտ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից էլ կա ճանապարհ եւ ելք ցանկության եւ հավատալու դեպքում։ Նա ոչ միայն գիտեր Աստծուն, այլև հավատում էր նրա հզորագույն գոյությանը, բայց ոչ թե կուրորեն, այլ միանգամայն գիտակցված։ Եվ բացատրեց, թե ինչու մարդ պետք է ապրի նրանով եւ ընթանա դեպի նա տանող ճանապարհով, եթե ուզում է լինել երջանիկ, առողջ, անմահ։ Այլ ոչ թե ինչպես գրում է Մատյանում, ավազի վրա կառուցեցի ես շենք հիմարության, լայն արահետով խաբվեցի հասնել անցկալի կյանքի, ինքս փակեցի ելքն ուղևորիս եւ կորստյան խորխորատը ես իմ կամքով բացի։ Խցեցի պատուհանն իմ ականջների, որ չլսեմ խոսքդ կենթանի, փակեցի նայվածքը հոգուս աչքերի, որ չտեսնեմ կյանքիս սպեղանին։ Ինչպես Հիսուսը հոր կողմից ուղարկվեց երկիր մեզ սրբազան օրենքներից հեռացածներից եւ հոգեվոր քաղցի ու քաոսի մեջ հայտնվածներից օգնելու, որ վերագտնենք Աստվածային ծագման մասին մեր իմացությունը եւ հիշողությունը, այսինքն ցույց տալու համար, թե որն է կատարյալ մարդու կերպարը, դուն միայն մարմնացար մեզ համար մեզպես, որպեսզի մեզ էլ անես քեզ համար քեզպես, լույս ամեն բանի, համակ ողորմած, հզոր երկնային եւ փրկելու մեզ իրենով, այդպես էլ Նարեկացին բոլորիս համար եւ բոլորիս կողմից առաջին դեմքով պատմեց մեր մեղքերի մասին եւ հավատաց քավությանն ու թողությանը։ Որի զորության շնորհիվ վստահ ակնկալությամբ հավատում եմ ես անգերկմիտ հույսով, որ բերոգրյալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ, ապաստանելով ամենակարողի ձեռքին ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն, ընդունելու գութն ու ողորմությունը եւ ժառանգելու երկինքը նրա, թեև հույժ մերժելի եմ։ Այնպես որ մեզնից յուրաքանչյուրը Մատյանը կարդալով կգտնի իրեն, կճանաչի իր մեղքը եւ կարող է զղջալով խոստովանելով մաքրվել։ Ինչու չենք անում։ Ունենք ելք, բայց չենք բացում, ունենք խոսք, բայց չենք լսում, ունենք բժշկվելու միջոց, բայց շարունակում ենք հիվանդ մնալ։ Բոլոր նրանց, ովքեր խնդրում են, տրվում են, ովքեր բախում են, բացվում են, ովքեր կամենում են, ստացվում են, ովքեր հավատում են, հրաշք են ապրում։ Թե ինչու է այդպես տարբեր ժամանակներում տարբեր կերպ են բացատրել մարդիկ, հիմնականում զգացմունքայնորեն կամ սխոլաստիկորեն, Աստծո մասին աղոտ կամ շատ դավանաբանական մեկնաբանությամբ։ Ինչու են Մատյանը պաշտել, Մատյանով բժշկվել, որն է եղել եւ է Նարեկի ուժը։ Հիմա 20-րդ դարում ինտերնետային կապի շնորհիվ տարածությունն ու ժամանակը գրեթե զրոյական դարձրած պրագմատիկ մարդն ուզում է ամեն հարցի պատասխանը ստանալ հստակ եւ առանց միստիկ շեղումների։ Ուզում է հասկանալ, թե ինչպես կարելի է բուժվել անբուժելի համարվող հիվանդությունից Նարեկով, այն դեպքում, երբ աշխարհի հզորագույն գիտահետազոտական ինստիտուտները, հայտնի կլինիկաները գլուխ են կոտրում դարման գտնելու համար եւ ապարդյուն։ Ինչու է Մատյանի ունկնդրումը խաղաղեցնում իր մարմինն ու հոգին, թեև առանձնապես չի հասկանում Աստվածը։ Ինչպես կարելի է փոխել խորտակվող կյանքի ընթացքը եւ վերածնվել։ Ահա այս հարցերի պատասխանն եմ ուզում ես գտնել։ Ում էլ հարցնես Մատյանի մասին կասի, որ դա Աստծո թելադրանքն է Գրիգոր Նարեկացուն, Աստծո հետ նրա ուղղահայաց կապի արդյունքը։ Դա ճիշտ է, Աստծո կամքով ու հովանավորությամբ է այն ստեղծվել, բայց ինչ մեխանիզմով է ազդում, եւ ինչու են Մատյանի տողերը բժշկում մարդու հոգեկան եւ ֆիզիկական ցավերը, ինչու են մարդուն ապրեցնում։ Եվ նայում ենք մարդուն աստվածային պատկերով, շատ բան արդեն ընկնում է իր տեղը եւ հիվանդությունների եւ նրա բուժման մեջ, այսինքն ակնհայտ է դառնում մի բան, որ հիվանդությունները դրանք մեղքերն են եւ բուժումը սղճանքը։ Հետևաբար այս ճանապարհով շատ պարզ է բոլոր տիպի հիվանդությունների բուժումը, այսինքն եթե կա մեղք,
գիտակցում, զղջանք եւ ազատագրում։ Այս սկզբունքի վրա է հիմնված նարեկացու բուժիչ ազդեցությունը տարբեր հիվանդությունների ժամանակ։ Նարեկը ի սկզբանե որպես աղոթագիրք, նրա հիմնական իմաստը դա մարդկային հոգու փրկության, նրա վերքերի բուժման, ազատագրման անփոխարինելի միջոց է։ Նա համամարտկային դեղամիջոցն է բոլոր ազգերի համար։ Երբ որ ես 3 տարեկան էի հիվանդացա շաքարախտով, արդեն 26 տարի է ես հիվանդ եմ, 22 տարեկանում ստացվեց տենց, որ ես կորցեցի տեսողությունս։ Եղել եմ բազմաթիվ հիվանդանոցներում, շրջել եմ Ռուսաստանով, Ամերիկյան Միացյալ Նահանգներ, հասել եմ Ֆիլիպիններ, նաև Խիլերի մոտ։ Եղել եմ նաև Հայաստանի բժիշկների մոտ, բայց ոչ մի օգնություն ցույց չտվեց։ 7 տարի առաջ ամերիկացի վիրաբույժները աչքի եկել էին այստեղ եւ մենք ուզում էինք, որ իրանք վիրահատեն իմ աչքերը, այսինքն տեսողությունս վերականգնեն ինչ-որ որոշ չափով։ Իրանք ասին, որ դա հնարավոր չէ, լազերային բուժում էլ չի արվելու, որովհետև իրանք ուղղակի չեն կարող ոչ մի բանով օգնել։ Դե ինքներ պատկերացնում եք ինչ վիճակ էր, նյարդացած, ստրես, որ ես չեմ կարող տնից դուրս գալ մենակ, ինձ ձեռքս բռնած տանում են եւ բերում են եւ ես այդ տարի հանգարցակի հանդիպեցի հոգեբույժ թերապևտ Արմեն Ներսիսյանին, որը ինձ սկսեց բացատրել նարեկացու բուժման մեթոդը։ Գիտեք, տարիներ շարունակ, առաջի տարին շատ դժվար էր, իրոք սենց ոնց որ այս աշխարհից փոկվում էի, չէր ստացվում, շատ հեքիաթային էր թվում այդ ամեն ինչը, բայց արդեն 7 տարի է ես իր մոտ բուժվում եմ։ Տեսողությունս վերականգնվել է, ճիշտ է, ոչ բոլորովին, բայց այնքանով, որ ես կարող եմ մենակս այցելել յուրաքանչյուր տեղ, աշխատում եմ, երբ որ այն վաղ աշխատանքել չէի չունեի, ավելին ասեմ, ամուսնանում եմ եւ շատ ավելի բաների պատրաստվում եմ հասնել։ Նարեկացու ազդեցությունը իմ վրա թողել է շատ բարի, իմ վերաբերմունքը դեպի մարդկանց, իմ վերաբերմունքը դեպի այս աշխարհը, ամեն ինչս փոխվել է, թե ներքուս, թե դրսից, իմ շարժու ձևը, իմ միտքը, իմ խոսքը, իմ հայացքները ամբողջը փոխվում է, որովհետև ես սկսում եմ ավելի բարի նայել այս մարդկանց։ Ճիշտ է, ոչ բոլորն են քեզ ցանկանում լավը, բայց դու մեկը դու քո ներքուս ցանկանում ես իրանց բացի բարից ոչ մի ուրիշ բան։ Նաև բերել է այն նրան, որ երբ որ բժիշկներն ասին, որ ես հույս չունեմ, որովհետև ասացին 25 տարվա ստաժով դիաբետ ունեցողը չի կարող երկար հետի այդ ամեն ինչը եւ ուղղակի չէին էլ բուժում։ Սենց թափանցիկ վերաբերմունք դեպի քեզ։ Այս բուժումը ինձ տվեց այն հույսը, որ ես կարող եմ ապրել, ու ապրել լիովին։ Ճիշտ է, ես չեմ տեսնում բոլոր գույները, ես չեմ կարող հիմա կարդալ իմ ուզած գիրքը, բայց չեմ կարող տեսնել մարդկանց երեսը, բայց ես ապրում եմ, ու ապրում եմ լիովին։ Ես աշխատում եմ նորից, իմ կյանքը լցվել է, հասկանում եք, այն ամենով, ինչ որ կունենար նորմալ առողջություն ունեցող մարդը։ Նարեկացին ես հույսով եմ, որ բոլոր մարդիկ այդ դա բուժում է, այսինքն ոչ թե միայն ֆիզիկապես, դա հոգեպես էլ ինչ որ մի բուժում է ստանում, որովհետև հիմիկվա շրջանում շատ ծանր ու դժվար է։ Մեր քաղաքում գիտեք ինչքան խնդիրներ եւ ինչ այդ խնդիրներից ազատումը դա է։
դուք ամբողջովին ազատվում եք ամեն ինչից։ Ճիշտ է, ծանր եւ դժվար աշխատանքի դեպքում դուք նոր կհասնեք արդյունքի։ Բայց դա կա։ Գլաուկոմա երկրորդային կատարակտ։ Փոքր հասակում սալմոնելոզով վարակվելուց հետո աստղիկը արագությամբ կորցրեց տեսողությունը։ Վիրահատությունները նրան չօգնեցին, եթե չասենք ավելի վատացրեցին վիճակը։ Կյանքի սկիզբը թանձր մթության մեջ էր։ Բժշկությունը անզոր, ճեղքելու այդ մութը։ Բժշկությունը, բայց ոչ աստղիկն ինքը։ Նրա միտքն օրնիվուն թռչում էր դեպի լույսը։ Աշխարհը գունեղ տեսնելու իր երազանքի ոչ հստակ որոշման մասին նա կարծես տեղեկացնում էր Տիրոջը եւ հավատում հրաշքին։ Երբ սրտանց ինչ-որ բան ես կամենում, ամբողջ տիեզերքը օգնում է երազանքի հասնելու։ Ամերիկացիներ եկան եւ սկսեցին արդեն ստուգել վերջնական, ես հույսս դրել էի իրանց վրա։ Միշտ սպասում էի, որ պետքա կոնկրետ ինչ-որ բժիշկներ կան, որոնք օպերացիա կանեն, ամեն ինչ կվերականգնվի։ Բայց եկան, նայեցին, այտենց վերջնական որոշեցին, իրենք 2 հոգի էին, որ ոչ մի բան արդեն չի օգնի, հələ ավելի կվատանա։ Մերոնք մի քիչ սկսեցին համոզել, որ sense պետք է ապրես, պիտի ինչ-որ արդեն համակերպվես այս վիճակին, որ sense էլ լինելու է, բայց դե ճիշտ ասած ես այս ձևի իմ կյանքը ինչ-որ չեմ պատկերացրել ոչ մի անգամ։ Այդ ժամանակը չէ, մի տեսակ ինչ-որ հույս ամեն դեպքում մնաց իմ մեջ, ինչ-որ ոչ հիմնավորված, ոչ իմանով չհիմնավորված, բայց ինչ-որ հույս կար, որ sense չի կարող մնա, պետք է անպայման փոխվի։ Ու տենց շատ հանկարծակ ինձ համար տենց իմացա Արմենի մասին։ Ես սկսեցի իմ մեջ փոխել շատ գծեր, որ հիմնավորապես նստած էին իմ մեջ։ Սկսեցի նարեկացու աղոթքները լսել։ Սկզբից ինչ-որ շատ ինձ հանգստացրեց այդ նարեկացու աղոթքները։ Սկսեցի ինչ-որ քնել, նստած տեղս քնում էի։ Ամբողջ հոգեկան վիճակը, այդ տարիների լարվածությունը ոնց որ դուրս եկավ իմ միջից։ Եվ աստիճանաբար փոխվում է ամեն ինչ։ Շատ բարի է, անկախ ամեն մի հանգամանքից, բոլորի նկատմամբ բարի է, եթե ուրիշ պայմաններում կամ ուրիշ մարդ երևի, այսպես ասեմ, չարությամբ կլծվեր, նախանձով կլծվեր, ինքը հակառակը։ Միշտ բարին ու լավն է ցանկանում ու շրջապատի մարդկանց ճիշտ ուղղություն է տալիս, այն տպավորությունը, որ ոչ թե ինքն է մեզանից կախված, այլ մենք ենք իրանից կախված որոշ չափով։ Գիտեմ, որ բնավորության ու մարդկանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հետ կապված, նաև ընտանիքում մի շարք օրենքներ կամ սովորություններ, որոնք վնաս են հասցնում մարդու առողջությանը, երբ որ մարդը կարողանում է փոխել իր վերաբերմունքը, այդ ժամանակ իր մոտ արդեն ստացվում է այն, ինչ որ այսօրվա արդյունքն է։ Կոնսերվատորիայի լարային ֆակուլտետ, կիթառի դասարան, 4-րդ կուրս, նաև կոմպոզիցիայի բաժին, 2-րդ կուրս, գույրերի միավորման երգչախումբ եւ փարոս երգչախումբ։ Իր սկզբնական ստեղծագործությունները աստղիկը վերնագրել է երազ, անուրջ, դրանք թախծոտ եւ աղոտ լավատեսական գործեր են։ Հիմա այդ գործերը նրա հոգուն խորթ են հնչում, իսկ նոր գործեր չի կարողանում ստեղծել, որովհետեւ ինչպես բացատրում է աչքով կույր, բայց հոգով առողջ այս աղջիկը, իր կյանքի երազային թախծոտ փուլը անցել է, իսկ նորի մեջ դեռ չի կայացել, բայց հաստատակամ գնում է դեպի կայացում։ Բավականին ծանր դիագնոզով, բավականին ծանր հիվանդություն ունեցող այս աղջիկը, ճիշտն ասած, ինձ նախ եւ առաջ զարմացրեց իր մեծ կամքի ուժով եւ իր բնավորության հաստատակամությամբ։ Սկզբում փոքրինչ լարված էր։ Հետո գնալով նրա բնավորությունը դարավ ավելի կայուն եւ ավելի հավասարակշռված, որը իհարկե ինձ համար շատ ուրախալի էր։ Բացարձակ անթափանց ակնային միջավայրում հետս հետե իր բնավորության կայունության եւ հանգստության պայմաններում սկսեց առաջ գալ փոքրիկ թափանցիկ օջախներ, փոքրիկ թափանցիկ պատուհանիկներ, ինչպես մենք դա անվանում ենք։ Սկզբում չկար ոչ լուսազգացողություն, ոչ տեսնում էր իմ ձեռքի շարժումը, թե լույսը որտեղից է գալի։ Հետո աստիճանաբար մենք ունեցանք բավականին մեծ հաջողություններ։ Աստղիկ արդեն տարբերում է որոշակի գույներ, որոշակի առարկաների ձևեր, զգում է շարժումը դեմքի մոտ, թե որ կողմից է ընկնում լույսը, ինքը ինձ պարզ պատասխանում է։ Եղած են փոքրիկ պատուհանիկները գնալով ավելի են մեծանում։ Իսկ դա ճիշտն ասած բավականին մեծ արդյունք է այսօրվա պայմաններում։ Աստղիկի կապտամոխրագույն բիբերի խորքում հիմա մի ահռելի պայքար է գնում։
պայքար հանուն լույսի։ Լույսը հաղթելու է, որովհետև Աստղիկը հավատում է դրան եւ իր հոգու մտքի լույսով մոտեցնում այդ հաղթանակը։ My name is Sasha Kladnik and I come from Slovenia. Իմ անունը Սաշա է, ես Սլովենիայից եմ։ Հիվանդությունս հին պատմություն ունի։ Երևանում այն սրվեց։ Բժիշկ Ներսիսյանն ինձ համար նարեկ կարդաց։ Ես ոչինչ չէի հասկանում, բայց զգում էի, թե ինչպես է աղոթքը արձագանքվում իմ մեջ եւ բուժում ինձ։ Սա հրաշք է։ Ես ոչինչ չէի հասկանում, բայց նարեկն ինձ օգնեց։ Հրաշալի է, ես միանշանակ հավատում եմ։ Շատերն են հավատում, բայց պրագմատիկ եւ կյանքի օրենքները միայն բանաձևերով ընկալող մարդիկ էլի թերահավատ են։ Նրանց հարկավոր են հստակ սահմանումներ, հավասարումներ, որտեղ բոլոր անհայտները հայտնի են դառնում։ Մի խոսքով նրանց պետք է գիտական հիմնավորում այն գաղափարների, որ զետեղված են նարեկի մեջ։ 10-րդ դարում այս հսկան գիտեր տիեզերքի շոշափելի եւ անշոշափ ամբողջության, նյութականի եւ հոգեվորի զուգակցության մասին։ Նարեկացին գիտեր, թե ինչ կարող է լինել, եթե խախտվում է այդ հավասարակշռությունը։ Գիտեր, որ Աստծո էությունով է ներշնչված ամեն բան աշխարհում, որ առանց Աստծո լույսի չի կարող լինել ոչինչ, որ Աստված ամենագութ, մարդասեր, գերագույն բարոյականություն է։ Գիտեր մարդուն իբրև տիեզերքի հյուլե, որի մարմնում եւ հոգում գործում են նույն օրենքները, ինչ որ տիեզերքում։ Գիտեր ամենափոքր մասնիկի, բջջի եւ անսահման մեծության Աստծո աներևույթ կապի մասին։ Ինչպես առանց սանձակալի Երևարն ուղիղ ընթանալ չի կարող, ոչ էլ նավը առանց ղեկավարի կշարժվի առաջ, ոչ ամպը առանց քամու կփչվի, ոչ աստղերն անժամանակ կցնդեն ու կգումարվեն, եւ արևն առանց տարեղեն օդի իր շուրջը կբոլորի, այդպես նաեւ ես այդ բոլորի հետ չեմ կարող անել ոչինչ, ոչ մի բան առանց բարեգործիտ ակնարկության եւ հրամանի։ Գիտեր, թե որքան հեռու եւ միաժամանակ որքան մոտ է Աստված։ Մարդը հետաքրքրասեր է եւ միշտ է այդպեսին եղել։ Այնինչ նա չի հասկացել, սքողել է միստիկայով, խոսքը հին մարդու մասին է։ Եվ իր միստիկ պատկերացումների մեջ կամ աշխարհի իր միստիկ բացատրության մեջ նա ստեղծել է Աստծո գաղափարը։ Բայց արդյոք ստեղծել է, թե ինտուիտիվ համոզված է եղել նրա արկայության մեջ։ Իհարկե համոզված է եղել։ Ստեղծել է կերպարը։ Գուցե պարզունակ ձևով, բայց եւ այնպես հավատացել է երկնային զորությանը։ Աստծո մասին գիտելիքները մարդկության պատմության ընթացքում զարգացում են ապրել ինչպես եւ մյուս բոլոր գիտելիքները եւ գիտությունները։ Այդ գիտելիքների մեջ ահռելի շրջադարձ կատարվեց Աստծո որդու երկիր գալով։ Ավելի մեծ եւ հավաստի տեղեկություն Տիրոջ մասին ելով կարող էր տալ, եթե ոչ իր որդին։ Ուրեմն այն գիտելիքը, այն կրոնը, որ նա բերեց իր հետ, բացարձակ ճշմարիտ եւ միակ ճշմարիտն է։ Այսինքն քրիստոնեությունը մյուս բոլոր կրոնների գագաթին է, որովհետև ոչ թե մարգարեների ու սրբերի ուսմունքն է Աստծո մասին, այլ Հայր Աստծո ուսմունքն է, որ աշխարհ բերեց իր որդին։ Ավետարանում պատմվեց Հիսուսի կյանքի եւ գործի մասին։ Շատ բաներ ներկայացված են առակների փոխաբերությունների ձևով։ Դա ժամանակ պահանջն է եղել ըստ երևույթին։ 10-րդ դարում Նարեկացին գրեց Մատյան ողբերգության պոեմը, աշխատությունը, փիլիսոփայական տրակտատը կամ գիտական աստվածաբանության թեզը։ Աստծո մասին գիտելիքը, պատկերացումը, անգամ նրա կերպարը գիտության մակարդակի բերեց։ Առանց լույսիդ չի կարող լինել ոչինչ։ Դա 10-րդ դարն էր։ Գիտությունը չի ստեղծում ոչինչ, գիտությունը բացահայտում է այն, ինչ արկա է, բայց ծածուկ մնացած։ Եվ այսպես Նարեկացուց 1000 տարի անց մեր երկրում փաստերով գիտականորեն ապացուցվում է Աստծո սիրո, խղճի, մեղքի, քավության, թողության, մարդկային եսի, չարի ու բարու երանության մասին այն բոլոր դրույթների ճշմարտացիությունը, որ 10-րդ դարում գիտեր Նարեկացին։ Հովանես Կարապետի Դավթյան, 20-րդ դար, 40-ական թվականներ, վառելիքի քիմիական էներգիայի վերածում էլեկտրական էներգիայի, քվանտային քիմիա դասագրքի հեղինակ, լույս է տեսել 1962-ին Մոսկվայում, Վышая շկոլա հրատարակչությունում։ Անալեն դեր ֆիզիկամսագրում, որը ժամանակին հրատարակել է Էյնշտեյնը, ֆունդամենտալ դաշտի տեսության վերաբերյալ հոդվածներ հրապարակելուց հետո, Ամերիկայում լույս ընծայվող Mathematical Review-ն գրեց. Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը Դավթյանի ֆունդամենտալ դաշտի տեսության մասնավոր դեպքն է։ Համապարփակ մի տեսություն, որի վրա են կառուցվում բոլոր գիտությունների հիմնասյունները։ Հեղինակավոր շատ ամսագրեր այս կամ այն գիտական հոդվածը տպագրելու համար կարծիք են հարցրել Դավթյանից, այդ թվում եւ Էյնշտեյնը եւ 20-րդ դարի ֆիզիկայի փիլիսոփայական խնդիրները մեծածավալ աշխատության համար։ Դավթյանը հալածվել է Հայաստանում եւ մեծ հաջողությամբ
ղեկավարել Օդեսայի Մեչնիկովի անվան պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնը։ 1968-ին վերադարձել է հայրենիք։ Գիտությունների ակադեմիայի եւ այլ գիտական հիմնարկների կողմից նրա միտքը բացարձակ անուշադրության է մատնվել։ Գիտնականի շնորհները գնահատվել են արտասահմանում։ Նվիրում եմ հայրենիքիս, խաչված եւ հարություն առած Հայաստանին։ Այս տողերն են գրված ֆունդամենտալ դաշտի տեսության նախաբանում։ Հայաստանում նրա աշխատությունները հրատարակվեցին մահից հետո միայն իր տիկնոջ Էմմա Լալայանի ջանքերով։ Նյութական տիեզերքը պարուրված է գեոնային լուսապսակով, որն իրենից ներկայացնում է էլեկտրամագնիսական գրավիտացիոն իներցիալ ալիքների խտացում։ Դավթյանը գեոնային համակարգը դիտում է իբրև ինքնակազմակերպված բնական, միասնական եւ ունիվերսալ կիբեռնետիկական համակարգ, անսահման մեծ հիշողությամբ եւ բնականաբար անսահման հզոր բանականությամբ։ Այն իր մեջ ունի անքանակ ինֆորմացիա, նաեւ օժտված է եւս անսահման ինֆորմացիա ստանալու եւ պահպանելու կարողությամբ։ Ամբողջ տիեզերքից, այդ թվում եւ երկիր մոլորակից, անգամ փոքրագույն բջիջներից ինֆորմացիան հասնում է գեոնային համակարգ ալիքների, ճառագայթների միջոցով լույսի արագությունից էլ արագ։ Այս մասին գիտեր Նարեկացին։ Դավթյանն իր ֆունդամենտալ դաշտի տեսությամբ բացահայտեց տիեզերքում առկա բնական ինտերնետային կապի առկայությունը։ 20-րդ դարում ստեղծված կոմպյուտերային եւ բջջային ցանցը ոչ այլ ինչ են, քան այն, ինչն ի սկզբանե գոյություն ունի տիեզերական համակարգում, ինչը Աստծո հաճությամբ գիտեր Նարեկացին եւ ինչը 20-րդ դարի 70-ականներին գիտական լեզվով, բանաձևերով եւ հավասարումներով ապացուցել է հայ գիտնականը։ Աստված նախապատճառ է, անքննելի էություն, գիտություն անմեկ, տեսողություն անգայտ, սկիզբ ամեն բանի եւ ամեն ինչի մեջ ամբողջ լրումով, ասում է Նարեկացին։ Սրա գիտական համարժեքը տալիս է Դավթյանը։ Գերհզոր բանականության ինքնաստեղծ անվերջ զարգացող աքսիոմատիկ ճշմարտությունը։ Ողջ տիեզերքը գտնվում է դինամիկ հավասարակշռության մեջ, նյութականի եւ ոչ նյութականի չափավորության մեջ, կարգավորված եւ էնտրոպիկ, այսինքն քաոսային վիճակների բալանսի մեջ։ Դա ապահովում է բոլոր կազմակերպված օրգանիզմների գործունեությունը, բջիջներից սկսած մինչև հասարակական հարաբերություններ։ Եթե ավելի պարզ օրինակ բերենք մարդու համար, ապա դա չափի զգացումն է բոլոր առումներով։ Այն հստակ հավասարակշիռ վիճակն է, նյութականի եւ ոգեղենի այն համամասնությունը, որը թույլ չի տալիս մարդուն կործանել իր ինքը ոչ շվայտության եւ ոչ էլ ճգնակենցաղության մեջ։ Առողջ հոգին ապրում է առողջ մարմնում։ Նարեկացին ասում է, որ մարմինն է այն տաղավարը, որտեղ միայն կարող է զարգանալ եւ կատարելագործվել հոգին։ Ըստ Դավթյանի տիեզերքում անընդհատ տեղի են ունենում նյութականից ոչ նյութականի, այսինքն նյութի մասին ինֆորմացիա պարունակող ալիքի եւ հակառակը, ալիքից նյութականի վերածվելու գործընթացներ։ Ըստ այս օրենքի միանգամայն հստակ բացատրվում եւ ապացուցվում է այն ճշմարտությունը, որ Աստված մարդու մեջ է, որ Սուրբ Հոգին դրսևորվում է մարդու մեջ, նաեւ Աստծո որդու հայտնվելը գիտականորեն նույնպես ապացուցելի են։ Դու անշնչացած մարմինները սերմանում ես հողում եւ այնտեղ նրանց անկորուստ պահելով կենթանացնում ես կրկին։ Դու մահկանացու նյութի հետ անմահ նշխարդ ես խառնում։ Աստվածային էությունը կարող է մարմին առնել, պահպանելով իր աստվածայնությունը ըստ Նարեկացու։ Մարմինը եւ էությունը կարող են վերածվել մեկը մյուսի։ Սրա կատարյալ ապացույցը Քրիստոսն էր, Աստված մարդը, որի մեջ մարմինը եւ հոգին զուգակցվում են ներդաշնակորեն։ Հավասարակշիռ վիճակը նաև խղճի ձայնով ապրելու վիճակն է, երբ մարդը զգում է իր մեջ Տիրոջ ներկայությունը, երբ չի տանջում կատարած կամ կատարելիք արարքը կամ միտքը, երբ ապրում է աստվածային էության, սիրո, Սուրբ Հոգու թելադրանքով։ Ինչու չարին չի կարելի չարով պատասխանել, Նարեկացին գրում է. Չկա ոչ մի բան քեզ համար բնավ անձեռնարկելի, նույնիսկ եթե նա մեր մտքի համար լինի անհնար։ Բժնի փշի տեղ դու քաղցր պտուղ կարող ես տալ, սկզբնահայրդ այս նոր ու զարմանալի կյանքի կանոնի, քանզի բարիք անել ատելիին եւ աղոթել հալածչին համար, փրկություն հայցել խոցողին եւ սպանողին ներում խնդրել դու էիր, որ ընծայեցիր մեզ, պտուղն այս հրաշալի, որի քաղցրությունն է անճարելի եւ անօրինակ։ Դու լինելով լույս եւ լուսատու չես լսում անեծք ու չես ախորժում չարից, չես ուզում կորուստ, չես ցանկանում մահ, չես հուզվում, չես խվում, զերծ ես ցասումից ու բարկությունից, սերդ է մնում միշտ անմթագնելի, գութդ անայլայլելի եւ բարությունդ անփոփոխելի։ Ոչ թիկունքդ ես շրջում, ոչ երեսդ դարձնում, այ լույս ես համակ եւ կամքդ էլ փրկարար։ Դավթյանը բացատրում է.
Համաշխարհային գործընթացների էվոլյուցիան սովորաբար դրսևորվում է երկու սկզբի մեջ՝ բարու եւ չարի։ Աշխարհի զարգացումը բոլոր մակարդակներում ընթացել է այս երկու հակադրությունների փքարով։ Փաստորեն դա պայքարն է էնտրոպիայի եւ բացասական էնտրոպիայի միջև, անկարգավորվածության եւ կարգավորվածության միջև։ Առաջինը ձգտում է ցածրաժեք, ինքնակործան, անկայուն համակարգերի, օրգանիզմներին, օժանդակելով մեծացնել քաոսը, երկրորդը ձգտում է կարգավորված, արժեքավոր եւ օգտակար համակարգերի ստեղծմանը։ Անverջ չարի սկիզբը ոչնչացնում է, բարու սկիզբը արարում։ Ովքեր աթեիստ են, ովքեր չեն հավատում անմահության գաղափարին եւ համոզված են, որ միակ եսը մարմնական եսն է եւ ուրեմն պետք է ապրել հնարավորին չափ շատ վերցնելով այս կյանքից, նաեւ ուրիշներից այդ մարմնի համար։ Պետք է ապրել եսասիրաբար, արդարանալով թե մի կյանք չի եւ տարբերություն չդնել միջոցների մեջ, եւ որոնք քմծիծաղով են լսում հոգու անմահության մասին, ահա այս մարդկանց համար Նարեկացին գրեց. Ես անհամբեր, բնությունս թերահավատ, ոտքերս անհաստատ եւ միտքս ցնդած, կրքերս բռնավոր եւ բարքս անժուշկալ, մարմինս մեղսամակարդ եւ ցանկություններս երկրասեր, միտքս չարախնամ եւ տենչերս չարակամ, կյանքս է միօրյա, ստվերի եմ նման, ես մահացա կյանքի համար ու կորստյան համար կենթանացա։ Իսկ այս նույնը գիտության լեզվով բացատրեց Հովհաննես Դավթյանը։ Ցանկացած ալիք ճառագայթ իր սկզբնաղբյուրի մասին լինի դա նյութական կամ ոչ նյութական սկզբնաղբյուր, ասենք մտքի, զգացմունքի, խոսքի, ցանկության մասին ինֆորմացիան հասցնում է գեոնային լուսապսակ եւ այն պահվում է գեոնային հիշողության մեջ։ Գործում է ինֆորմացիայի պահպանման օրենքը, ահա թե ինչու անգամ մտքում վատը կամենալը մեղք է, ինչու անիծել չի կարելի, որովհետեւ դրանք մնում են տիեզերական հիշողության մեջ եւ անպայման ետ վերադարձվում, որովհետեւ տիեզերքում գործում է ռեզոնանսի սկզբունքը։ Յուրաքանչյուր ինֆորմացիա իր ալիքն ունի, ամեն ալիք իր ձևը, տատանումը, ամպլիտուդը, փուլը, ամեն ալիք, որ գեոնային լուսապսակ ինֆորմացիա է հասցնում, այնտեղ գտնում է իր արձագանքը։ Նույն այս սկզբունքով էլ Մատյանի ունկնդրումը իր արձագանքն է գտնում մեր ուղեղում, որը գեոնային լուսապսակի մոդել է եւ ստորեն անհատի եսի մասին ինֆորմացիայի գրող, քանի որ մարդ արարված է աստվածային էությամբ, ուստի աստվածային խոսքը իր ելևէջներով անչափ հաճո է իրեն։ Այն նախ արձագանքվում է մարդու եսի մեջ, հետո էլ մաքրում է այդ եսը քաոտիկ վիճակից եւ սերմանում կարգավորված ինֆորմացիա աստվածային ծագման մասին։ Ինչպես ըստ ֆունդամենտալ դաշտիտեսության տիեզերքում քաոսը կարգուկանոնի է բերվում ինֆորմացիայի շնորհիվ, ինչպես եւ մարդու ուղեղում խառնիճաղանջ մտքերը հունից հան եւ հիվանդացնում են մարդուն, իսկ կարգավորված մտքերը հավասարակշռում եւ նոր մտքերի գիտելիքների հորիզոններ բացում։ Ահա թե ինչու այս հզոր Մատյանը բուժում է անբուժելի թվացող հիվանդին, հանգստացնում եւ խաղաղեցնում է անգամ հայերեն չհասկացող օտարազգի հիվանդին։ Խնդիրն այստեղ այն է, թե որքանով է մարդ պատրաստ, որքանով է ցանկանում եւ հավատում։ Միայն այս դեպքում մարդը կարող է հրաշքի առջև բացել իր հոգու գիտակցության դուռը։ Մարդու առջև ինքնամաքրման խնդիր է դրված, որի համար էլ հենց Աստված իբրև կատարյալ մարդու օրինակ ուղարկեց իր որդուն։ Իսկ կատարյալ մարդ լինելու ձգտումը ըստ էության ամեն ոք ունի, քանի որ իր մեջ ամեն ոք է կրում աստվածային էությունը։ Պարզապես ոմանց հոգում չարությունը, դաժանությունը, նախանձը այն աստիճան են բույն դրել, այնպիսի քաոս է, խառնաշփոթ, որ կարծես թե աստվածային հոգուն տեղ չի մնացել, բայց այդպես չէ։ Միշտ կա փրկություն, հաղթանակը միշտ բարունն է, իսկ զենքը սերը, որովհետև դա է Աստծո կամքը։ Բայց ինչպես առանց Քրիստոս Աստծո մեր հոգիներին չկա փրկություն, այդպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության եւ ինքնապարսավ մեղադրանքների չկա քավություն, ասում է Նարեկացին։ Սա նշանակում է, որ ինքնամաքրման եւ կատարելագործման ճանապարհն ուղղահայաց է եւ անցնում է հավատքի միջով, որ մարդուն բերում է զղջման եւ խոստովանության, քավության եւ թողության։ Բայց հավատք միանգամայն գիտակցված, այլ ոչ թե կույր։ Որովհետև գիտակցված հավատքն է տրամաբանված, իսկ տիեզերքում դրական կառուցողական երևույթները կարգավորված, կազմակերպված երևույթներն են, այդ թվում նաև տրամաբանված, առողջ, սթափ մտքերը եւ հավասարակշիռ հույզերը։ Իսկ անկազմակերպ անարխիկ երևույթներ, այդ թվում եւ բանականությունից զուրկ էքստազի մեջ գցող ծայրահեղ հույզերը, եթե անգամ դրանք ուղղված են Աստծուն, վտանգավոր են։ Ինչպես վտանգավոր է ծայրահեղ կրոնական հայացքներ ունեցող մարդը, Աստծուն զրպարտող աղանդավոր եւ անմեղ մարդկանց ոչնչացնող ույր արմատական հավատացյալը, որ նույն է թե հոգեգարը, որի ձեռքին ռումբ կա։
Ի սկզբանե բանն էր եւ բանն Աստծո մոտ էր, այսինքն ի սկզբանե խոսքն էր, տրամաբանությունը։ Դավթյանը իր Նարեկացու աշխարհայացքը գրքում ֆունդամենտալ դաշտի տեսությունից բխող միտք է արձանագրում։ Ի սկզբանե բանն է նշանակում է ի սկզբանե ինֆորմացիան էր։ Ինֆորմացիան ոչ նյութ է, ոչ էներգիա, բայց ինֆորմացիայի կրողը միշտ կամ նյութն է, կամ էներգիան, եւ այն երբեք չի անհետանում։ Ինֆորմացիան մի կրողից անցնում է մեկ այլ կրողի, ապացուցում է կիբեռնետիկան։ Ինչպես եւ աշխարհում չի անհետանում ոչինչ, ոչ նյութը, դա ապացուցում է քիմիան, ոչ էներգիան, ապացուցում է ֆիզիկան։ Ուրեմն եթե ի սկզբանե ինֆորմացիան էր, ինչպես ասում է Դավթյանը, եւ այդ ինֆորմացիան Աստծո մոտ էր, ապա ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը։ Նարեկացին գիտեր, որ դա բարձրագույն բարոյականության մասին ինֆորմացիան էր։ Դավթյանը Նարեկացու այս համոզմունքի ճշմարտացիությունը ապացուցում է բնագիտության օրինաչափություններն իբերելով։ Կենդանական աշխարհի, այդ թվում մարդկային բանականության եւ ենթագիտակցական գործունեության էվոլյուցիան պետք է կատարվեր ինֆորմացիայի կարգավորված աղբյուրից։ Մարդկային հասարակության զարգացման համար անհրաժեշտ են նաեւ այլ դաշտեր, բացասական էնտրոպիայի աղբյուրներ, որոնք առաջանում են մարդկային հասարակության զարգացման էվոլյուցիոն գործընթացների հետևանքով։ Դրանց թվին կարելի է դասել ամենատարբեր երևույթները եւ օրենքները, որոնք բացահայտում են մարդը։ Այլ կերպ ասած, մարդու կողմից բացահայտված ինֆորմացիան դառնում է նոր ինֆորմացիայի բացահայտման աղբյուր։ Յուրաքանչյուր նոր գիտական բացահայտում համարժեք է ինֆորմացիոն, այսինքն բացասական էնտրոպիայի դաշտին, ինչը հանգեցնում է մարդու մտածողության եւ գիտելիքների կարգավորվածության։ Նորից եմ կրկնում, որ նման դաշտերը չեն ստեղծվում մարդու կողմից, այլ միայն բացահայտվում են։ Հետևաբար դրանք գոյություն ունեն աշխարհում։ Դրանց թվին են պատկանում մաթեմատիկական ողջ տրամաբանությունն իր օրենքներով եւ կարծում եմ նաեւ մարդու եւ մարդկային հասարակության բարոյական նորմերը։ Դրանք չեն ստեղծվում մարդու կողմից, այլ միայն բացահայտվում են։ Տարբեր ազգերի համար բարոյական նորմերի տարբերությունն կամ առանձնահատկությունը կախված է միայն դրանց բացահայտման տարբեր աստիճանից։ Այնպես որ չկան տարբեր բարոյական նորմեր, կան դրանց բացահայտման գիտակցման տարբեր աստիճաններ, գրում է Դավթյանը։ Այսօր մարդկությունն ինքն իրեն կանգնեցրել է փակուղու առջև, կրթության, գիտության, քաղաքականության, բժշկության, արվեստի ոլորտներում ընդհանրական քաոս է, որն առաջնորդվում է հակաքրիստոսի բարոյականությամբ։ Գիտության մեջ աշխարհակործան զենքեր եւ կլոնավորում, կրթության մեջ ապազգայնություն, արվեստների մեջ խելագարության դրսևորումներ, մարդկանց հիմարացման նորանոր տեխնոլոգիաներ, քաղաքականության մեջ ատելություն մարդկության նկատմամբ, հասարակական կյանքում աղանդավորության, այլափոխության, արվամոլության փառաբանում աշխարհը մոռացել է 2004 տարի առաջ Քրիստոսի կողմից մարդկանց հիշեցրած աստվածային բարոյականության մասին, 1000 տարի առաջ մեր անունից Նարեկացու զղջման եւ մեղագալու մասին։ Բոլոր նրանք, ովքեր ավելի ճկուն միտք ունեն եւ ներքին ձայն, անմիջապես ընկալել են եւ հավատացել են նոր կտակարանին եւ Նարեկացու մատյան ողբերգությանը, ովքեր հավատում են միայն այն բանին, ինչ կարող են տեսնել եւ շոշափել, կամ ովքեր ընդունում են միայն այն, ինչին կարող են հանգել բանաձևերով, նրանց նույնպես Նարեկացուց 1000 տարի հետո գիտության լեզվով իր ֆունդամենտալ դաշտի տեսությունն է առաջարկում Հովհաննես Դավթյանը։ Խաղաղության տանող միակ ճանապարհը հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անցնող ճանապարհն է, պարզ ճշմարտություն, եւ մեզնից յուրաքանչյուրին տրված է այն ընտրելու կամ չընտրելու իրավունք։